Մենք մի երկու շաբաթ առաջ կանգ առանք մի նյութի շուրջը, որը անվանեցինք Գողգոթայի համբույրը։ Եթե որոշ չափով հիշում եք, մի քիչ տարօրինակ վերնագիր էր, թե ինչ համբույր Գողգոթայի տառապանքների մեջ ինչից է ստու խոսում, ինչ որ գրկախառնությունից, բայց սա փոխաբերական իմաստով էր գրված, որը Սաղմոս 85-ի 10-ում էր, որտեղ ասում է. ճշմարտությունը եւ ողորմությունը հանդիպեցին, արդարությունն ու խաղաղությունը համբուրվեցին։ Սա խոսում էր Քրիստոսի խաչի մասին։ Դուք գիտեք, որ մարդը մեղք գործեց եւ Աստծո փառքից ընկավ։ Եվ մարդու դատապարտությունը եղավ մահ։ Ինչպես որ Աստված ասաց. մի կեր այդ ծառից, որովհետև այն օրը, որ ուտես, անշուշտ մահով պիտի մեռնես, մարդը վրիպեց, սխալվեց, սխալ ընտրեց, ու այդ մահը եկավ ոչ միայն Ադամի եւ Եվայի վրա, այլ նաեւ նրա ամբողջ սերունդի վրա։ Եվ մինչև այսօր էլ դեռ մեղքին վարձքը մահ է, խոսքը կենդանի է։ Բայց նաև Աստծո ձերի պարգևը հավիտենական կյանք է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, սա էլ դարձավ կենդանի։ Բայց այն տեղի ունեցավ Գողգոթայի խաչին։ Այսինքն Գողգոթայի խաչի վրա հարց լուծվեց։ Այն ինչ որ անհնար էր մարդու համար եւ մարդը չէր կարողանում կատարել Աստծո առջև արդարանալու համար, Աստված ուղարկեց միածին որդին, որը եկավ բավարարեց Աստծո պահանջը։ Աստված խոսք էր ասել. կմեռնես։ Աստված մարդ չէ, որ մի բան ասի ու մի քիչ հետո ասի դելա մի բան էր ասեցի, անցավ գնաց։ Աստծո խոսքը հավիտենական է։ Հիսուսն ասաց. երկինք ու երկիր կանցնի, բայց իմ խոսքերս բնավ չի անցնի։ Այսինքն Աստծո բերանից դուրս եկած խոսքը չի կարող չկատարվել։ Այդ մահը պիտի կատարվեր։ Իսկ այդ մահը չէր կարող որևէ մարդ արարած իր վրա վերցներ ու ինքը հատուցեր այն։ Ոնց որ մեկը մի տրիլիոն պարտք ունենա, ուզենա այն մյուսի պարտքը փակի։ Չեն ասի, դու քո պարտքը չես կարող փակես, ուրիշինը ո՞նց կփակես։ Ոչ մի մարդ արարած չէր կարող կանգնել Աստծո առաջ եւ Աստված նրան ասեր. դու իմ սիրելի որդին ես եւ ունես իմ ամբողջ բարեհաճությունը։ Չկար այդպիսի մարդ արարած։ Դա եղավ Աստծո որդին Հիսուս Քրիստոսը, որը երկիր եկավ որպես մարդ, որպես երկրորդ Ադամ, առաջի Ադամի պատասխանը տալու համար։ Առաջի քայլը դա էր, առաջի Ադամի պատասխանը տալ, հատուցել, վճարել, եւ Քրիստոսը վճարեց այն։ Ուրեմն ճշմարտությունը պետք է կատարվեր։ Այդպես էր, իրական էր, մարդը մեղք գործեց, ընկավ Աստծո փառքից, Աստծո խոսքը նրա վրա մահվան դատավճռ էր, դա անբեկանելի էր ու պետք է կատարվեր, այդպես էր։ Բայց նաև Աստված ուզում էր ողորմություն անել մարդուն, ինչպես այդ երկուսը համատեղել մեկ տեղում։ Քրիստոս եկավ, իր վրա վերցրեց մեր մահվան դատավճիռը, որպեսզի իր վրա կատարվեր ճշմարտությունը եւ հատուցվեր օրենքի պահանջը, որպեսզի Աստծո ողորմությունը կարողանար փոխանցել իրեն հավատացողներին։ Այստեղ էր ճշմարտությունը եւ ողորմությունը հանդիպեցին։ Ճշմարտությունը Քրիստոս խաչի վրա մեռնում էր իմ ու քո մեղքերի անցակների համար եւ ողորմությունը, որ եղավ Աստծո շնորհքը որպես հավիտենական կյանք բոլոր Քրիստոսին հավատացողների համար։ Եվ այդ ժամանակ էր, որ Աստծո արդարությունը կատարվեց եւ նրանք խաղաղության հետ համբուրվեցին։ Չգիտեմ ոնց են համբուրվել, բայց հաստատ մեծ սիրուն բան է եղել, հոգեվոր իմաստով։ Քրիստոս մարմնով երկիր եկավ։ Ինչու մարմնով երկիր եկավ, որովհետև նա որպես մեղքի զոհ էր գալիս, որպես մեղքի պատարագ, եւ մեր մեղքերն ու հանցանքները պետք է Քրիստոս իր մարմնի վրա վերցներ, ոչ թե իր հոգու եւ աստվածային էության։ Եվ այսօր էլ սատանան շատ իրեն հեչ դուր չի գալիս, երբ որ խոսում են Քրիստոսի մարմնով երկիր գալու մասին։ Որքան որ չի սիրում, որ Քրիստոսի արյան մասին է խոսում, Քրիստոսի խաչի մասին է խոսում, Սուրբ Հոգու Գալատյան մասին է խոսում, չի սիրում նաև որ Քրիստոսի մարմնով երկիր գալու մասին։ Եվ առաքյալներն ասում են, որ նա ով չի խոստովանում Քրիստոսին մարմնով երկիր եկած, նա հակաքրիստոս է ու ներ, այսինքն հակաքրիստոսն ու ները չի կարողանում դա ընդունել, չի կարողանում դա դրա հետ համակերպվել։ Բայց մարմնով երկիր գալու նպատակն էր, որ նա պետք է դառնար մեղքի ողջակեզ։ Մինչև Քրիստոսի երկիր գալը մարդկանց համար Աստված դրեց այսպես պայման արդարացման ժամանակավորապես, որը խոսում էր հետագայում գալիք Քրիստոսի մասին։ Զոհաբերություններն էին։ Մեղքի պատարագ կար, անցանքի պատարագ կար,
ողջակես, խաղաղության զոհ, գոհության ընծա եւ այլն։ Հիսուս Քրիստոս եկավ իր խաչով այս բոլոր զոհաբերությունները վերջացրեց մեկընդմիշտ, ինքը դարձավ միակ զոհը Աստծո բոլոր պահանջները բավարարող պատասխան։ Հասկանալի է։ Այսինքն Քրիստոսի խաչը բավարարեց Աստծուն, որպեսզի բոլոր տեսակի զոհաբերություններ հանվի արանքից եւ մնա միայն Քրիստոսը։ Եվ եթե այսօր մարդը որևէ ուրիշ զոհաբերությամբ ուզում է Աստծո առաջ հանդես գալ, նա պղծում է Աստծո խոսքի ճշմարտությունը։ Չի կարող ուրիշ մի արարած Աստծո մարդու արանքում լինել։ Ինչպես ասվում է, որ չկա երկնքի տակ մարդկանց մեջ տրված մի անուն, որ հնարավոր լինի փրկել։ Դա միակ Հիսուս Քրիստոս անունն էր։ Եվ Հիսուսն էր, որին Աստված ասաց, դա իմ սիրելի որդին է, որն ունի ամբողջ բարեհաճությունը, դրան լսեցեք։ Ես սա մեծափառությունից եկած ձայն էր, որ լսեցին աշակերտները։ Ուրեմն ճշմարտությունը չմեռավ, որ ողորմությունը ապրի։ Ճշմարտությունը կատարվեց, Քրիստոս մեռավ ու ողորմությունը դարձավ մեզ համար հասանելի։ Եվ ոչ էլ արդարությունը վերացավ, որ խաղաղություն լինի։ Այսինքն լիարժեք կատարվեց, հատուցվեց եւ մենք ստացանք։ Մեր պարտքերը փակվեցին։ Սակայն խաչի գործը միայն մեր մեղքերի հատուցումը չէր։ Էլի բաներ կար, որ խաչը կատարեց։ Ինչն էր։ Քրիստոս եկավ եւ մեզ ազատ դարձրեց մեղքի իշխանությունից։ Մեղքը կա, կմնա նորից, բայց քո վրա իշխանություն չունի, եթե դու նրան չտաս այդ իրավունքը։ Եթե դու վերածնված մարդ ես։ Ազատ դարձրեց մահվան իշխանությունից, ազատ դարձրեց մարմնի իշխանությունից, ազատ դարձրեց սատանայի իշխանությունից, ազատ դարձրեց օրենքի անեծքից։ Ինքը մեզ համար դառնալով որպես անիծյալ։ Այսինքն այս բոլոր հարցերն էլ բավարարվեց։ Մի ժամանակ, որ մեր մեջ գործում էր մեղքի եւ մահվան օրենքը, Քրիստոս Հիսուսով այսօր գործում է կյանք տվող հոգու օրենքը։ Ուրեմն եղավ Աստծո օրենք, որի մասին գրված է սուրբ է, արդար է ու բարի։ Օրենքի մասին վատ բան չփորձեք դուք խոսել։ Օրենքը սուրբ է, արդար ու բարի։ Բայց մարդը չկարողացավ դա կատարել։ Դրանով օրենքը չվատացավ, մարդը վատացավ։ Հասկանալի է։ Եվ այդ օրենքը, որ մարդը չկարողացավ կատարել, իր մարմնի անդամների մեջ եղած մեղքի եւ մահվան օրենքն էր պատճառը։ Եվ Պողոս առաքյալը ասում էր, որ ես նայելով իմ մարմնի ներսում տեսնում եմ մի ուրիշ օրենք, որ ինձ գերի է դարձել մահվան օրենքին, որովհետև այն ինչ որ բարին է ու ճիշտն է, ուզում եմ անել, բայց չեմ կարողանում անել։ Եվ այն ինչ որ անհնարին էր մարդու համար, Աստված այն դարձրեց հնարավոր, որի մասին մի քիչ հետո ավելի հանգամանորեն կասեմ։ Ուրեմն Քրիստոս Հիսուսով կյանք տվող հոգու օրենքը ազատ դարձրեց մեզ մեղքի եւ մահվան օրենքից։ Եվ այն ինչ որ անհնար էր մարդու համար մարմնի պատճառով, Աստված այս արեց։ Ուղարկեց իր միածին որդին, մեղաչական մարմնի նմանությամբ ու առանց մեղքի, եւ այդ մարմնի մեջ դատապարտեց մեղքը։ Քրիստոսի մարմնի մեջ դատապարտվեց մեր մեղքերն ու հանցանքները։ Այսինքն այն անհնարինը Քրիստոսով դարձավ հնարավոր։ Քեզ ազատեց պատասխանատվությունից։ Ինքը դառնալով քո փոխարեն որպես պատասխան։ Ուրեմն խնդիրը օրենքի մեջ չէր, խնդիրը մարդու մեջ էր։ Քրիստոս եկավ, այն ինչ որ մարդը չէր կարող անել, արեց, ապրեց անբիծ, անմեղադրելի կյանք եւ նրան դատապարտեցին որպես մեղավոր։ Ինչպես Հովհաննես 1:29-ում Հովհաննես Մկրտիչն ասում էր, ահա Աստծո գառը, որը վերցնելու է աշխարհի մեղքը։ Երբ որ Քրիստոս եկավ նրա մոտ մկրտվելու։ Հիմա հարց է ծագում մարդկանց մոտ։ Դե որ Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ, հատուցել է, ամեն ինչ արել է, մենք չենք կարող ազատ մեղք գործել։ Որտեւ ոմանք ասում են, դե որտեղ որ մեղքը շատացավ, շնորհքներ շատացավ։ Այո, Պողոս ասում է, այո, որտեղ մեղքը շատացավ, շնորհքը շատացավ։ Հիմա մենք ինչ անենք, մեղք գործենք, որպեսզի շնորհքը շատանա։ Քավ լիցի, մենք որ մեղքին մեռանք, ինչպես տակավին ապրենք նրա մեջ։ Այսինքն հոգևոր մարդը չի կարող հաշտվել մեղքի հետ, եթե նույնիսկ ստացվում է այդպիսի բան թյուրիմացաբար, նա անպայման ասում է ուղղելուն։ Չգիտեմ, ես չեմ փորձել, բայց ասում են խոզի ու ոչխարի մեջ մի հետաքրքիր տարբերություն կա։ Եթե խոզին հանեք լավ լվակ, նապորոպայք սիրուն, սպիտակեցնեք, թողեք նորից ինքը վազում մտնում ցեխի մեջ։
Բայց որ ոչխարին գցեք ցեխի մեջ հանեք, ինքը չի հաշտվում մեծ ցեխոտ վիճակի մեջ, անգամ թափա տալիս, ուզում է մաքրվի։ Գիտեք ինչու, որտեղ ոչխարը խոզ։ Մեր հին բնույթը խոզի նման մի բան է, նա մեղքի հետ հաշտ է, համերաշխ է, բայց վերածնված մարդը հաշտ չէ այդ վիճակի հետ։ Նա կարող է սխալվել, բայց երբեք թույլ չի տա, որ այդ սխալը իր մեջ երկար մնա։ Ուրեմն մեզ Աստված չազատեց մեղքի դատապարտությունից, որ մենք դառնանք մեղքի ծառաներ։ Եվ մեր մեջ տրվեց մի ուրիշ օրենք, որը անվանվեց կյանք տվող հոգու օրենք։ Ինչպես որ հին մարդը իր ուժերով չէր կարող կատարել Աստծո օրենքը, որ սուրբ էր, արդար ու բարի, նոր մարդն էլ չի կարող իր ուժերով կատարել այդ նույն օրենքը։ Հիմա կասեք, բա ո՞նց։ Որովհետև նոր մարդը դեռ նորածին է։ Նոր մարդը այն կատարելու համար պետք է հասունանա, մինչև հասնի Քրիստոսի կատարելության չափին։ Որովհետև մեր ներսում հին մարդը չի դադարում գոյություն ունենալուց, այդ պատերազմը պայքարը կա, եւ մենք նոր մարդով պետք է հին մարդը բարձրացնենք խաչ։ Նոր մարդով պետք է մենք սպանենք հին մարդու գործերը։ Իսկ դրա պատճառով անհրաժեշտ է, որպեսզի մեր մեջ նոր մարդը ոչ միայն ծնվի, որովհետև ծնունդը դա դեռ հասունություն չէ։ Պետք է նաև աճի։ Համաձայն եք։ Ասեցիք հա։ Փոքր երեխան որ ծնվում է, իր մեջ կա մեղքի մահվան օրենք։ Մեղավորություն կա դրա մեջ, բնույթի մեջ կա։ Հիմա որ մեկին մեծ անծանոթ ամբարիշտի ասենք ասի, բայց այդ փոքր երեխեն ինչ մեղավոր է, միան կարեկի կրկի երեխեն ասես այս երեխեն ինչ մեղ կա գործել, որ ասում ես մեղավոր։ Իրա մեջ այդ բնույթը կա, այ որ մեծանա, Գարի ջան, տեսը որ մի օր սուտ ասեց, այն մի օրը խփեց, այն մի օրը ուրիշ մի բան կատարեց, ասում ես, այս երեխին ով է սովորացրել, ոչ մեկը։ Իր ներսի բնույթը սկսեց ի հայտ բերել այն, ինչ որ իր ներսում կար։ Այդպես էլ նոր մարդը, քո մեջ կա արդարությունը, կա կյանքը աստվածային, բայց այն որպեսզի ի հայտ գայե բերի իր պտուղները, քեզ էլ է պետք որպեսզի դու աճես հոգևոր կյանքի մեջ։ Հոգևոր կյանքի մեջ աճելու համար անհրաժեշտ է հոգևոր սնություն։ Տեր Հիսուսը Հովհաննես 15:5-ում ասաց. դուք առանց ինձ ոչինչ էլ անել չեք կարող։ Ուրեմն նույնիսկ նոր կյանքը, որ մեր մեջ կա, առանց Քրիստոսի մենք այն ի գործ դնել եւ պտուղ տալ չենք կարող։ Բա ինչ անենք։ Տերն ասաց գաղտնիքը 15:4-ում. մնացեք իմ մեջ եւ ես ձեր մեջ։ Ինչպես ճյուղը չի կարող ինքն իրենից պտուղ բերել, եթե որդատունգի վրա չմնա կամ չհաստատվի, այդպես էլ դուք, եթե իմ մեջ չմնաք։ Ամբողջ գաղտնիքը սրանում է։ Ուրեմն որդատուկի վրա եղած ճյուղին խաղողի վազը որ կա, դրա վրայի ճյուղին մենք չենք կարող բացատրել, թե ինչպես ինքը խաղող տա։ Լկնացեք բացատրեք, թե ինքը կհասկանա կամ կլսի կամ կանի այդպես։ Նրան պետք է որպեսզի որդատունգի վրա հաստատվի եւ այն սնունդը որ կա, հյութը որ կա, արմատներից վերցնում է իր վազի միջոցով գալիս, ճյուղերով անցնում է պտղի մեջ ու դրան դարձնում է պտղատու։ Կյանքը գալիս է վազից, անցնում է խաղողի մեջ, դրան դարձնում է պտղատու, դարձնում է արդեն խաղող։ Այսինքն կյանքը եկավ եւ պտուղ բերեց։ Այդպես է նոր մարդու մեջ Քրիստոսի կյանքը պետք է բերի մեզ դարձնի պտղատու, եթե մենք իր վրա ենք հաստատված։ Որովհետև Տերն ասաց, ով որ ին վրա է հաստատված, նա պտուղ կտա, ու նրա պտուղը կմնա, ու շատ պտուղ կտա, ավելի պտուղ կտա։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն, մինչև որ մեզ հասնի Քրիստոսի կատարելության չափին կամ Քրիստոսի լման հասակին ուրիշ թարգմանությունների մեջ։ Ինչ է նշանակում Քրիստոսի կատարելության չափ։ Այսինքն, ինչպես որ Քրիստոսը կվարվեր, այդպես կկարողանաս վարվել դու։ Ինչպես Քրիստոս կմտածեր, այդպես կկարողանաս մտածել դու։ Եվ քեզ համար էլ աննար ոչինչ չի լինի, ինչպես Քրիստոսի մոտ աննարին ոչինչ չկար։ Դու էլ կդառնաս Աստծո ամբողջ բարեհաճությունը վայելող, ինչպես Քրիստոսն էր վայելում Աստծո բարեհաճությունը։ Սա հասակ է։ Եվ Պողոս առաքյալը ինքը հասավ այդ հասակին եւ կարողանում էր համարձակ ասել. ինձ նմանվեցեք, ինչպես ես նման եմ Քրիստոսին։ Սա արդեն հասակի մասին էր խոսում։ Սրա համար ուրեմն պետք է ժամանակ, պետք է աճ եւ պետք է հոգու աշխատանք։ Սա ընթացք է։ Ուրեմն ինչ ստացվեց։ Սկզբում ծնունդ, վերեսին ծնունդ, հետո ընթացք, որը մեր աճն է, մինչև բերում է պտուղ Քրիստոսի կատարելության չափ։ Քրիստոսի կատարելության չափը արդեն մեր վերջնական հասակն է։ Այսինքն սա մեր կյանքի պիկն է, գագաթնակետը։ Սա բավարար է արդեն ամբողջական պտուղ տալու համար։ Իսկ պտուղները տարբեր են լինում։
Ավետարանը մեզ սովորեցնում է մեկին 30, մեկին 60, մեկին 100 պտուղ։ Մեկին 30-ը ինչի մի անգամից թռավ 30։ Մեկից է սկսվել այդ։ Ուրեմն մեկը բավարար չէր, երկուսը բավարար չէր, 8-ը բավարար չէր, 17-ը բավարար չէր, 28-ը բավարար չէր, 29-ն էլ բավարար չէր, 30-ը ասին լավ, բավարար։ Այսինքն աշակերտը գնաց դպրոց, որ եկավ դու որ 2 աստացի, ուզում մի ճլոտ ասում, «Պա իմ անգերը 1 աստացի, ինչի՞ սիրտեցիր»։ Այ քո 2-ին 1-ից, այդ ինչով էր մխիթարում քո papayin, մամային։ Այսինքն 3 որ ստանում ես, ասում է բավարար։ Օրինակ papat որ տենց ուլիներ որ գլուխ մեկա բան չեր մտնում, ասում էր աշխարհի մայրաքաղաքը որն է, ասում էին Մոսկվա, ասում էր ապրես նստի 3։ Այդ աշակերտը կարող է դառնալ աշխարհագրության տասատու, չէ՞։ Այսպես էլ մեզ սուտի գնահատականը պետք չէ։ Մենք պետք է իսկապես ունենանք գոնե բավարար։ 3 ստացողը գոնե փոխադրվում մյուս 10-րան։ Բայց սա ամենալավը չէ։ Մենք ավելի լավ են սովորում։ Դառնում են հարվածային 4 են ստանում։ Մենք բալերի համակարգը ես չգիտեմ, դրա համար 10-ից գաղափար չեմ կազմում։ Մինչև 5 դեր բեր ժամանակ։ 4-ը ավելի լավ է։ Սա մեկին 60 պտուղն է, բայց 5-ը արդեն գերազանց է։ Սա արդեն մեր ակնկալի արդյունքի գագաթնակետն է, որին Աստված էլ է ակնկալում եւ սպասում։ Ուրեմն Պողոսի մեջ մենք տեսանք այս ընթացքը։ Հռոմեացիների 7-րդ գլխում ասում է. «Բարին եմ կամենում ու չեմ կարողանում անել, ինչու, որովհետև իմ մարմնի անդամների մեջ տեսնում եմ մի ուրիշ օրենք, իմ մարմնի անդամների մեջ մի ուրիշ օրենք եմ տեսնում, որը հակառակ է իմ մտքի օրենքին ու ինձ գերի է դարձրել։ Ինչ խղճալի մարդ եմ ես, ով պիտի ազատի ինձ այս մարմնից, որ մահինն է»։ Ով պիտի ազատի, չի ասում ինչ անեմ, որ ազատեմ, ասում է ով կազատի ինձ, ես չեմ կարող, եթե ինչ-որ մեկը ինձ չազատի։ Եվ գիտեք Պողոս այս խոսքերը ասում էր նորահավատ ժամանակ, չէ։ Նա գրում էր Հռոմեացիների թղթերը։ Դա բավականին հասուն հոգևոր մարդ էր, առաքյալ մարդ էր, բայց իր ներսում գոյություն էր փոթորիկ մի պատերազմ, որ երբեմն իրեն ստրուկ էր դարձնում, եւ այդ պատերազմը ինքն իրեն տեսնում էր անկարող, բայց ոչ անհույս։ Եվ 7-րդ գլխի վերջում ասում է, բայց գոհություն Աստծո Հիսուս Քրիստոսի միջոցով, միջոցը ցույց տվեց Հիսուս Քրիստոս։ Այլևս դատապարտություն չկա դրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են, որովհետև Քրիստոս Հիսուսով կյանք տվող հոգու օրենքը ինձ ազատ դարձեց մեղքի եւ մահվան օրենքից, եւ այն ինչ որ աննան էր մարդու համար մարմնի բաժարով Աստված այս արեց ուղարկեց իր միածին որդին մեղանչական մարմնի նմանությամբ ու առանց մեղի եւ այդ մարմնի մեջ դատապարտեց մեղքը։ Ահա այն ինչ որ կատարվեց Գողգոթայի խաչին։ Փիլիպպեցի 4:13-ում Պողոս առաքյալն ասում է. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։ Նա ով անկարողության մասին էր խոսում 7-րդ գլխում Հռոմեացիների, այստեղ Փիլիպպեցիների մեջ ասում է, որ ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Սա արդեն հաղթական խոսք է։ Առաջի Կորինթացի 15:10-ում ասում է. «Բոլորից ավելի շատ աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծո շնորհքը, որ իմ մեջ է»։ Ուրեմն այստեղ երկու իրար հակառակ միտք է առաջ բերում։ Մի դեպքում ասում էր ոչ թե ես արեցի այլի մեջ բնակվող մեղքը, սա իր պարտված վիճակի մեջ էր, երբ որ նա ասավ հաղթական այր վիճակի Քրիստոսի կատարելության չափի, ասում է եւ այս ամենը որ ես արեցի, ոչ թե ես արեցի, այլի մեջ բնակվող Աստծո շնորհքը։ Ուրեմն այն ինչ որ մենք էինք պարտված, մենք էինք մեղքի բնույթներ անում, անել էր տալիս մեզ։ Երբ որ հաղթում ենք այսօր, դա էլի դու չես, Քրիստոսի շնորհքն է, որ քո մեջ անում է եւ քեզ դարձես հաղթական։ Ահա Սուրբ Հոգու մեր մեջ գալու նպատակը սա է, որ մեզ տանի եւ հասցնի Քրիստոսի կատարելության չափին եւ նմանեցնի Քրիստոսին, նմանեցնի երկնային Հորը։ Եվ շատ չզարմանաք, խոսքն է այսպես ասվում, ես վախենալով եմ ասում, բայց գրված է որ նույնացնի Աստծո հետ։ Եվ Քրիստոսի աղոթքի մեջ արդյոք չէր ասում Հայր, ինչպես ես քո մեջ մեկ եմ ու դու իմ մեջ, նրանք էլ մեր մեջ մեկ դառնան։ Սա ոչ մի ռեշտակի, ոչ մի Սերոբեի, Քերոբեի, Ռեշտապետի, Միքայել, Գաբրիել, ում ուզում եք վերցեք, Ռաֆայել, ոչ մեկի չի ասել։ Բայց քեզ ասում է, եւ ձեզ նստեցրեց Քրիստոսի մեջ, երկնավորների մեջ, հաղթական։ Քրիստոսն արեց, դու ստացար։ Բայց մենք երկրի վրա պետք է այս ընթացքը անցնենք, որպեսզի մենք հասնենք Քրիստոսի կատարելության չափին, նմանվենք նրան։ Ուրեմն հիմա մի հատ սկզբից կամ ինչ արեց Քրիստոսը։ Նա եկավ, մարմին առավ,
ապրեց անարատ, գրեց մեր մեղքը, մեր պարտամուրակը խաչին կամեց, վերցեց մեր պարտամուրակը ու մեխեց խաչապայտին։ Հաշտեցրեց մեզ Աստծո հետ, մեղքը դատապարտեց մարմնի մեջ եւ բացեց մեր կյանքի ճանապարհը եւ դա Գողգոթան էր։ Իսկ հիմա երկրորդ փուլը, լավ, դա Քրիստոսը մեր համար արեց, բայց ինչ է սպասում Աստված, որ մենք իր համար անենք։ Թե գիտեք, մեզ անելիք չկա։ Այստեղ են շատերը սխալվում, որ կարծում են, թե երբ որ մենք հավատացին Քրիստոս ամեն բան կատարեց, մեզ անելիք չկա, անելիք կա, եւ այն էլ որքան։ Ուրեմն Սուրբ Հոգին եկավ մեր մեջ, որպեսզի մեզ առաջնորդի ամենայն ճշմարտության, եւ այդ ամենայն ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է։ Եկավ որ Քրիստոսի խոսքերը քեզ հիշեցնի, եկավ որ գալիք բաները քեզ պատմի, եկավ որ քեզ զորացնի, քեզ դարձնի հաղթական, եկավ որ քո մեջ քո հոգու հետ միասին աղաղակեք Աբբա Հայր, որ ասի մենք ժառանգներ ենք Աստծո եւ ժառանգագիցներ Քրիստոսի, որ մենք նրա չարչարանքներին հաղորդ եղանք, նրա փառքին էլ կցորդ պիտի լինենք։ Թե հակառակը, հաղորդ եղանք, նրա փառքին կցորդ պիտի լինենք։ Սուրբ Հոգին եկավ, որպեսզի մեզ առաջ տանի։ Մեր մեջ ձևավորվի Քրիստոսի կերպարը, Քրիստոսի պատկերը։ Ուրեմն Գողգոթայում տեսանք Քրիստոս ինչ արեց մեզ համար, հիմա էլ հարկ է որ տեսենք մեր մեջ ինչ պիտի կատարվի, եւ Սուրբ Հոգու աշխատանքն է, որպեսզի մեզ նմանեցնի Աստծուն։ Եվ Գաղատացիների, Եփեսացիների 3:5-1-ում ասում է. Աստծուն նմանող եղեք սիրելի զավակների պես։ Տեր Հիսուսը ինքն էլ իր բերանով անգամ ասաց, որ դուք էլ ձեր երկնային հոր պես կատարյալ եղեք։ Ինչպես կարող ենք մենք լինել այդպիսին, եթե մենք այդպիսին չենք իրականում։ Ուրեմն Սուրբ Հոգու աշխատանքը մեր ընթացքի մեջ մեզ տանում է դեպի այդ գագաթնակետին, դեպի այդ նմանությանը։ Տանում է 5 գերազանց գնահատականին, 10 կամ 20 գնահատականին։ Այստեղ չի ասում, որ ինչքան հնարավոր է Աստծուն նման եղեք կամ Քրիստոսին, ասում է նման եղեք, որովհետև նրա սերմը ձեր մեջ է, նրա կյանքը ձեր մեջ է, այդ կյանքը ձեր կտանի եւ կնմանեցնի, եթե իսկապես թույլ տանք, որ այդ կյանքը մեր մեջ գործի։ Պետք չէ որ մենք դերասանի պես ընդօրինակ ենք, մենք պետք է լինենք։ Լինելու համար մեզ անհրաժեշտ է, ինչպես մի քիչ առաջ կանգ առանք, որդաթունքի վրա լինել եւ աճել, որպեսզի կյանքը նրանից հոսի մեր մեջ ու մեզ դարձնի պտղատու։ Ուրեմն քրիստոնեական կյանքը ինչ որ կանոնների հավաքածու չէ միայն։ Ինչ որ այս անես, այն անես, այն անես։ Սա Աստծո կյանքն է կամ մեր երկնային հոր կյանքն է, որ բնակվում է նրա զավակների մեջ։ Եթե Աստված միայն արդար լիներ, մենք կկորցվեինք։ Եթե Աստված մենակ ողորմած լիներ, արդարությունը կվերանար։ Աստված միշտ մնում է եւ արդարադատ եւ ողորմած։ Եվ այդ երկուսը հանդիպեցին խաչի վրա։ Հիմա հարցը նրանում է, որ մեր մեջ էլ այդ երկուսը պետք է հանդիպեն իրար։ Եթե մենք խոսում ենք Քրիստոսի խաչի մասին, բայց մենք էլ խաչ ունենք։ Չէ որ Տերն ասա, նա ով կուզի իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի իր ամեն օրվա խաչը ու գա իմ հետևից։ Վերցնի իր ամեն օրվա խաչը ու գա իմ հետևից։ Մեր խաչն էլ մեր ներսում է ինչ որ բաներ ձևավորում եւ անում։ Եվ փաստորեն այդ հանդիպումը պիտի լինի նաև մեր մարմին խաչում, պետք է լինի նաև այդ համբույրը մեր մեջ, որտեղ արդարությունն ու խաղաղությունը պետք է համբուրվեն։ Հիմա մի քանի օրինակների վրա կառնեմ մեր ընթացքի, եւ մենք փորձենք տեսնել որն է ճիշտ, որտեղ այս իմ թվարկած ողորմություն եւ ճշմարտությունը իրար հանդիպեն։ Մեր քարոզների մեջ Փառք Տիրոջը, որ մեր եկեղեցում քույրիկները չեն քարոզում, դուք պրծակ, բայց եղբայրներ, որ ասենք դուք քարոզում եք, ինչն է պետք մեր քարոզների մեջ նկատի ունենալ, որ մեր խաչի ընթացքը, որ կա ճշմարտությունը եւ ողորմությունը իրար հանդիպեն եւ չհակասեն իրար։ Ճշմարտությունը կմնա ճշմարտություն, բայց մի մոռացիր նաեւ դրա հետևում եղած ողորմածությունը։ Եթե մեր քարոզներում մենակ դատաստան լինի, մարդիկ կվախենան Աստծուց։ Դժվար թե Աստծուն կարողանան սիրել։ Համաձայն եք։ Կան քարոզներ, ես էլ եմ մի ժամանակ այդպես քարոզ եմ։ Մենակ դատապարտություն, վախեցնել, դժոխքի դատաստան ու վсё։
բայց չէր երևում այդտեղ Աստծո ողորմածությունն ու սերը։ Բայց եթե մենակ սեր քարոզենք մենք, կվերանա արդարությունը։ Էլ մարդիկ ապաշխարելու կարիք չեն զգա։ Իսկ Աստծո մեջ այդ երկուսը մեկը մյուսին չեն ակասում, մեկը մյուսին լրացնում են։ Հիսուս Քրիստոս, որ երկիր եկավ, առաջի քայլը սա էր, ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը։ Սա պահանջներ իր կանչի, բայց նաև միաժամանակ ասում էր, ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգստացնեմ։ Իր խոսքերի մեջ կար խստություն եւ պահանջ, կար նաև ողորմածություն եւ օգնություն։ Այսինքն մենք ինչպես էլ որ խոսենք, քարոզենք, մարդկանց հետ շփվենք, մենք պետք է եւ ճշմարտությունը չկորցնենք։ Ճիշտը պետք է մնա ճիշտ։ Եղել է սխալ, սխալին պետք է ճիշտ բացատրել, ասել, որ տես, սա սխալ էր, ճիշտ չէ, լավ չէ, վատ էր, շատ վատ էր, ահավոր վատ էր։ Բայց շատ մի ուսատվի, որովհետև Քրիստոս քո համար կատարել է անհնարինը։ Սա էլ պետք է նրա կողքից չհեռացնենք, որովհետեւ մարդը չափազանց տրտմությունից չընկղվի կամ չկորցվի։ Կարող է գիտեք, մարդը չափազանց տրտմության պատճառով ընկղվի ու էլ չբարձրանա։ Ուրեմն Քրիստոսի խոսքը խոցում էր, բայց միաժամանակ նաև բժշկում էր։ Մեր քարոզներում էլ պետք է այս երկուսի առկայությունը լինի։ Երկրորդ, հովվության մեջ։ Ուրեմն դուք շատերը հնարավոր է վաղ լինեք ինչ որ եկեղեցիների հովիվներ կամ ծառայողներ, շատ էլ պետք չի հովի բառը հատուկ առանձնացնել, այսինքն մարդը, որ դու ժողովրդի հետ գործ ունես, մարդկանց հետ գործ ունես, թեկուզ տասնյակի պատասխանատու։ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված ձեզ դրեց որպես տեսուչներ, վերակացումներ հոտը հսկելու համար։ Այսինքն հովիվը ունի հսկելու իրավունք, բայց միաժամանակ նաև պետք է ունենա հայրական սիրտ։ Օրինակ ձեր պապանները, որ մի բան անում եք, հանկարծ մի հատ ճլոթում են կամ ասեն կա խոսքի ճլոթ էլ կա, չէ՞, կարող է ձեռքով չճլոթի, բայց այնպես մի հատ բան ասի, որ շատ խիստ ազդիկով վրա, բայց միաժամանակ դու հետո նրա մեջ տեսնում ես հայրական սիրտ քո նկատմամբ, հանդիմանություն, ճիշտը ճիշտ ասած, բայց նաև զգացիր, որ ինքը կարեկցում է քեզ։ Ինքն էլ է վատ զգում, որ քեզ վատ վիճակի մեջ դրեց, բայց պետք էր քեզ խրատելու համար, բայց նաև իր հայրական ջերմությունը քեզ նորից չի հեռանում քեզնից, քեզ բարձրացնելու, քեզ օգնելու եւ չհուսահատեցնելու համար։ Ուրեմն պետք չէ, որ մենք շրջանցենք ճշմարտությունը, ոչ էլ պետք է, որ մենք զանց անենք ողորմությունը։ 5 կտակարանում Եստեղ մի երկու համարներ կասեմ, մի երկու բառով կասեմ կանցնեմ, որտեղ ժամանակ չկա։ Երես գրքում, երբ որ Աստված պատվիրում էր Ահարոնի համար, Ահարոնը քահանայապետն էր, հովիվն էր Իսրայելի, հանդերձներ պատրաստել, 12 քարեր կար կրծքի վրա, 12 քարեր կար ուսերի վրա։ Սրանք հենց այնպես չէր, եւ այդ ամեն մի քարը Իսրայելի մի ցեղի անունով էր։ Սա նշանակում էր, որ դու հովվապետ, Իսրայելի հովիվ, պետք է Իսրայելի բեռը ունենաս քո ուսերին եւ Իսրայելի սերը քո սրտում։ Իսրայելի բեռը, եկեղեցու բեռը քո ուսերին եւ եկեղեցու սերը քո սրտում։ Այսինքն այս երկուսի համատեղությունը անհրաժեշտություն էր։ Եթե մենակ գավազան ունենաս, ոչխարները կվախենան քեզ մոտենալ։ Եթե մենակ յուղ ունենաս, հոտը կմնա առանց պաշտպանության։ Եվ ընդհանրապես զինվորներին, որ տանում են պատերազմի, կոսմետիկայի սալոնից չեն վերցնում տանում, այդ զինավարժություններից են տանում, որպեսզի զինվորը պատրաստված լինի։ Եթե մենք հոգևոր կյանքում պատրաստենք մենակ փափկամազիկներ, որ սիրում են ունակ ասել, խոսել, երգել, ճամբարներ, ընկնել, ելնել, ուրախանալ, զվարճանք, սուրճ, կոֆե, այս բաներ, դուք չեք պատրաստվի որպես քրիստոնյաներ, ձեզ պետք է նաև կոփել, կոկել, սովորել, պահանջել, ելի սովորել։ Այսօր դուք չեք զգա դրա առավելությունը, բայց վաղը նեղության մեջ կզգաք սրա կարիքը։ Ես մի ջանկալ կասեմ, երբ որ ես նոր հավատքի մեջ էի, 2 տարվա հավատացյալ չկայի։ Ես շատ էի սիրում կարդալ, կարդում էի, ամեն օր ժամերով ես կարդում էի, ժամերով։ Երբ որ աշխատում էի, պարապ 5 րոպե կար, այդ 5 րոպեն ավետարանը իմ ձեռքին էր։ Ես մի օր Աստծո ձայնը լսեցի։ Ինչ որ մի մարգարեությամբ ասեց, դու կարդում ես, շատ ես կարդում իմ խոսքը եւ լավ ես անում։
բայց եւ նաեւ քեզ տեսա այս բանը, որ դու արեցիր։ Ինչ կոթված ար է ելնում։ Ես չի պատկերացնում, որ այդ Աստված տեսած կլներ էլի 9 մետր գետնի տակ ատոմականի այդ պատվալներում Տերը տեսավ, թե ես ինչ մի հատ հիմար բան թույլ տվեցի։ Հասկացա, ասի Տեր, փաստորեն ինչպես որ գրած է երկինք, երկիր, դժոխք, որ ուզում ես փախի, դու ասո աչքից անտեսանելի չես մնա, միշտ կտեսնի քեզ, բայց այդ խոսքը կարևոր էր, հետո ես դա հասկացա այն ժամանակը, որ բանտարկեցին։ Բանտում ոչ ավետարան կար, ոչ հավատացյալ կար, ոչ եկեղեցի կար, ոչ հովիվ կար, ոչ քեզ մխիթարող կար, ոչ քեզ մի հատ քո խելքին մի հատ ընկեր կար։ Դու մնացիր մենակ առանց այս գրքի։ Ես գիրքը պետք է բացեի, մոռացա։ Առանց այս գրքի։ Ես գիրքը բայց արդեն քանի որ լցվել էր իմ ներսում, այդ գիրքը ես անգիր գիտեի գրեթե։ Մի օր մոտեցա մի հատ ամբարիշտ, ասեց ախպեր, կարաս 10 պատվիրանները գրես իմ համար։ Ասի սիրով, օ գրեսի 9 հատը գրել եմ 10-րդը չեմ կարող հիշեմ։ Հələ ասի, բայց 10 հատ ոնց հաշվարկում եմ, չեմ կարող 10-րդը գտնեմ։ Ամոթից մեռա։ Ասի անավոտ դեք անձի մի հատ բան արսեց, ես չկարողացա 10-րդը, բասո պատվիրանը 9 հատ չէր, 10 հատ էր։ Հետո պարզեց, որ ես երկու պատվիրանը կպցրել էի իրար, մի հատ էի հաշվել, իրականում 10-ներ գրել էի։ Բայց քննիլը դա չէ։ Այսինքն այդ խոսքը դարձավ քեզ պետքական։ Գրված է երկիրվա սով պիտի գա, ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Աստծո խոսքի։ Ձեր երիտասարդները կանցնեն երկիրից երկիր, ծովից ծով, ցամաքից ցամաք, պիտի փնտրեն Աստծո խոսքը ճամփաներին, պիտի ընկնեն ու մարեն ու պիտի չգտնեն այն։ Այն օրերը, երբ որ երկիրվա կգա սով, կգա ներրի տիրապետության տարիները, եւ նրանք ովքեր երկրի վրա կլինեն, այդ ժամանակ կգային սովը, որ քեզ պետք էր ու ոչ մեկը թույլ չի տա, որ դու այն ունենաս։ Դու կունենաս այն ժամանակ, երբ որ այն ամբարել ես քո ներսում։ Ինչպես փարավոնի ժամանակ, որ 5-ից 1 ցորենը ամբարեցին պայեսներում լիության տարիների մեջ, որպեսզի սովի տարիներին կարողանան նրանք ապրել ու չմեռնել։ Աստծո խոսքի հետ էլ է այսպես կատարվում։ Ձեր շտեմարանները լցրեք Աստծո խոսքի առատությամբ, դրանք քեզ կօգնեն, այն դժվարին պահին քո կողքին կլինեն, քեզ զինակից ընկեր։ Քեզ դուրս կբերեն փորձություններից, որովհետև դու լույս ունես, որովհետև գրված է քո խոսքն իմ ոտքերին լույս է ու քո խոսքն իմ ոտքերին ճրակ է եւ իմ շավիղներին լույս։ Իսկ առանց խոսքի մենք խավարի մեջ կկորենք։ Եվ Սաղմոս 23:4-ում Դավիթն ասում է քո գավազանն ու քո ցուպը ինձ մխիթարում են։ Այստեղ էլ հետաքրքիր է, որ գավազանը գիտեք ինչի համար են օգտվում, ցուպն էլ ձեռնապայթ էր, ասում են նրանք ինձ մխիթարում են։ Անկամ գավազանը կարող է մխիթարություն լինել, ստացվում է, որ այո, եթե այն իսկական հովվի ձեռքերում է եւ այն իր մեջ ունենում է նաեւ արդեն սիրո բույր։ Գավազանը կարող է սիրո բույր ունենալ, ինչպես ասացի, քո հայրը կարող է քեզ խրատել, բայց նաեւ սրտանց սիրել քեզ, որի վրա դուք բոլորովին չկասկածեք կամ ձեր մայրը։ Երրորդը եկեղեցու մեջ։ Լավ, դու հովիվ չես, բայց եկեղեցու անդամ ես նաեւ։ Եկեղեցին չպետք է դառնա դատարան։ Ինչպես որ հովի մասին ասացինք, հովիվն էլ ոստիկանապետը չէ եկեղեցու։ Ոչ էլ ածարողները ոստիկաններն են, իր ռանգով շարժվող։ Եկեղեցին էլ դատարան չէ, որ մարդիկ վախենան խոստովանել իրենց վերքերը կամ սխալները։ Որովհետև այո, կամ բացբերան հովիվներ, բացբերան մարդիկ, որոնց հետ չես կարող նստել մի բան խոսել, մի բան կիսվել, նրանք անպայման դրանք ուրիշ տեղ կտարածեն։ Եվ մարդկանց մոտ վստահությունն է կորում։ Սա այդպես չպետք է լինի։ Ուրեմն եկեղեցին նաև չպետք է դառնա մի վայր, որտեղ մեղք այլևս մեղք չի համարվում։ Կլինեն այսօր շատ խմբեր կան, որտեղ ասում են մեղքը մեղք չի, մեղքը կարևոր չի, արդեն դրանք լուծված է հարցերը, դու գնա ոնց ուզում ես ապրի։ Ստում են, դա այդպես չէ։ Բայց ոչ էլ այնքան խիստ խստացրեք, բարդացրեք, որ մարդը խճճվի չիմանա, բա որտեղ է մեր հաղթանակը։ Մենք պետք է այդ բալանսը ճիշտ կարողանանք պահել։ Եկեղեցին հիվանդանոց է։ Այստեղ շատերը հենց հիվանդ են, մի զարմացեք, մարդը տկարություն, թուլություն ունի, թերություն ունի, բայց այդպես էլ պետք է լինի, այդպես է եկել Քրիստոսին։ Եվ Աստված ընդունել է նրան։ Ինքը շատ լավը չէր, որ ընդունեց, ոչ թե դու ես շատ լավ որ ընդունեց։ Ընդունեց մեզ այն ժամանակ, որ մենք մեղքերի եւ անցակների մեջ մեռած էինք։ Այդ ժամանակ նա մեզ կանչեց, ընդունեց։ Մենք էլ նրանց պետք է կարողանանք ընդունել։ Եվ պետք է մենք տանք ճիշտ ախտորոշում։
Դիագնոստիկա ճիշտ պետք է տանք։ Եթե հիվանդի ախտորոշումը ճիշտ չտվեցիր, բուժումն չես կարողանա ճիշտ անել։ Եվ նաև բուժումը ճիշտ նշանակես, որպեսզի նա կարողանա բժշկվել։ Պարզ է։ Եթե ճիշտ բուժում չտաս, նա չի բուժվի։ Եթե հիվանդությունը թաքցնես, ուրեմն չես սիրում նրան, եթե հիվանդությունը բացահայտես, բայց բուժում չտաս, դու նորից նրան որևէ օգուտ չտվեցիր։ Ուրեմն պետք չի սուտ հույս տալ, բայց հույսն էլ կտրել պետք չի։ Որտեղ մարդիկ կան սուտ հույսեր են տալիս, մարդիկ են պլպլան պատրույգն էլ փչեցին, անգլիացին բրծավ։ Լսել են փչել կա, բայց չգիտեն ոնց փչեն։ Դուք տեսել եք, որ կրակը փոքր ալնում, ուզում ես կրակը բորբոքի, կամաց են փչում, չէ՞։ Որ կամաց բորբոք է։ Մարդը ասում, հա, փչելով ես տեսա ոնց վառեցի դրեք եղբայր։ Փչեց ու հանգցրեց ամբողջը։ Մենք շատերի կյանքը այսպես հանգցրել ենք կամ հանգցնում ենք։ Ուրեմն սա կարևոր է։ Երբ որ հիշում եմ պապս հիվանդ պարկած էր, դե մեծ հասակ մարդ էր, չէր բացառում, որ նաև մահանար, տատս կար։ Եկավ, ասեց, Վանես ջան, չէ, դու կմեռնես, դու չես ապրի։ Ասենք, այ տնաշին տատի։ Չի վանին գալիս ասում են, վայ, դու կմեռնես։ Բայց արդյոք ինքը մեռա, պապա մնաց։ Պապը իրանից մի 4 տարի ավելի շատ ապրեց։ Այսինքն այդ էլ հույսը կտրելն է։ Դու մարդը ընկելա սխալի մեջ, ընկելա մեղքի մեջ, չի գտնում իր տեղը, չգիտի իրան կընդունեն, չեն ընդունեն, ինչ է իր վիճակը։ Նրան պետք է ոչ միայն հանդիմանել ճշմարտությունը ճակատին տալով, նաև պետք է նաև ողորմության դուռը բացել, որպեսզի ինքը չհուսահատվի լրիվ։ Սուտ հույս չտալ, բայց իրական հույսն էլ չկտրել։ Չորրորդը մեր ընտանիքներում։ Ուրեմն մեր ընտանիքներում էլ պետք է այդ ճշմարտության ողորմության հավասարակշռությունը պահպանվի։ Ճիշտը պետք է մնա ճիշտ, բայց ողորմությունը մնա հետևանք։ Հիմա ամուսին փոխհարաբերությունների մեջ ճշմարտություն պետք է լինի, Աշոտ, բայց ողորմածությունն էլ։ Դե մի բան է կոտրվելա։ Ավտոնը նստվել է քեշի տարատավեց ջարդուր դարեց, մեկելա չգիտի ոնց քեզ ասի Աշոտ ջան, ավտոն նախար դու էլ չգիտես, բայց որ ինձ լսիր ավտոն տվեց ջարդելա ֆազերը դրավ։ Էսես չպետք է, ուրեմն դասրայդ էլ պետք է մտածես, հա, շատ վատ է, ուզում ես մեր կողմից ճվճվա, բան չկա, ճվատո սիրտը չկայնի, բայց հետո եղել է մեկը եղել է արդեն։ Դու անցի հաջորդ էտապին, ոնց մենք բժշկենք սա։ Բարձա, բժշկել որն է, դի տանես պապայի մոտ, չէ՞, հոպարի մոտ։ Ինքը արդեն կբժշկի, ինքը դրա վարպետն է։ Ուրեմն երեխայի նկատմամբ պետք է մենք այս բալանսը պահպանենք։ Եթե շատ խիստ վարվես, դու նրանք վերածես ստրուկի։ Եթե շատ մեղմ վարվես, նրանք դարձնես սանձարձակ։ Ուրեմն եւ դաստիարակությունն է պետք չափավոր տալ անհրաժեշտ ձևով, եւ նաեւ խստությունն էլ, եւ նաեւ սերն էլ։ Ես հիշում եմ, ես Կիրակի օրն ես մասին մի փոքրիկ ակնարկեցի։ Երեխեքից մեկ նկավ ասեց պապա, այսինչ հավատացյալ եղբայրը իր տղային պոլի փետով ծեծում էր, ինձ ծեծեց, չեմ հիշում, մեջքին ջարդեց այդ փետը թե ոչ, ասում հարևանները արդեն թափ եկել էին անավատները, ցերից ուզում էին ազատեն, չէին կարող ուղղում փրկեն։ Եվ դարձել էր մի ասենց թատրոն ամբողջ այդ իրանց փողոցում մեկ, եւ տպավորությունը այնպես էր կարծես թե տեսեք այդ sense գավազանով դաստիարակում են, բայց եկեք տեսեք որ կյանքում ոչ մի օգուտ չտվեց, բոլորը դարձան ամբարիշտ, բոլորը առանց բացառության հերնել հետը։ Այսինքն ինչ օգուտ քո տված այդ ձևից, որի մեջ գիտեք ինչու, որովհետեւ ճշմարտությունը կար, ողորմածությունը չկար։ Երբ որ մեծացան մի քիչ, բմբուլները արդեն աճեց, քեզ սկսեցին ոչ մի բանի տեղ չտնել։ Եվ այն ինչով նրանք պետք է ամբարվեին, դա արդեն իրենց ներսում բացակայում էր, իսկ խավար սրտով խավարի մեջ արդեն մարդը կխարխափի։ Շատ լավ։ Եվ վերջի 5-րդը մեր անձնական կյանքում։
Ամենադժվարը մեր անձնական կյանքի վիճակն է, որովհետև մենք մեզ շատ ենք սիրում, չէ՞, մենք մեզ չենք սիրում հանդիմանել, մենք մեզ սիրում ենք պաշտպանել, մենք մեզ սիրում ենք կերցնել, խմցնել, գովասական խոսքեր ասել, հայլը մեջ նայենք, մտածենք, որ այս սիրունը որ կա, դա ես եմ որ կա, բայց բաներ կան, որ մենք պետք է նաև ճիշտը տեսնենք։ Այն թագու պես որ ասում ասա դու ինձ հայելի, ով կա ինձնից ավելի գեղեցիկ ու սիրելի, իրանով յանում էր։ Ասա չէ, քեզից գեղեցիկ էլ կա։ Սիրտը տրակվա։ Թե ոնց է ինձ գեղեցիկ։ Դուք այսպես մի եղեք։ Մենք պետք է թույլ տանք, որ մեր մեջ էլ ճիշտը մնա ճիշտ, բայց ողորմածությունն էլ մեր վրայից էլ չկտրենք։ Ինչպես սա հասկանանք։ Մարդիկ կան, ովքեր երբեք չեն ընդունում իրենց սխալն ու մեղքը։ Ինչ ուզում ես արա, մնանք միշտ ճիշտ են։ Սա ցույց է տալիս, որ դու արդեն սխալ ես, որտեղ դու արդարացնում ես մեղքը, արդարացնում ես քեզ։ Կամ մի ուրիշ վիճակ, որ մարդիկ այնքան շատ են ինքնաբեղադրանքով զբաղված, որ չեն կարողանում սրան մի հատ մխի տանեն, ասեն այն մարդ հույս էլ կա, ես ինչ վիճակի մեջ ես, չէ, ես էլ չկամ գոյություն չունեմ, այդ համ թույն խմեմ մեռնեմ, չէ, թույն մի խմի մեռի։ Հույս կա, միշտ հիշեք, ելք կա։ Ուրեմն առաջինները մոռացել են ճշմարտությունը, երկրորդը մոռացել են ողորմությունը, իսկ խաչի վրա այդ երկուսն էլ գոյություն ունեն եւ կան։ Եվ Աստված, երբ որ մարդուն ասում է, որ դու մեղավոր ես, միաժամանակ նաև շարունակում է ասելով, որ ես քեզ ներում եմ։ Դու մեղավոր ես, սխալ արեցիր, բայց չեմ դատում քեզ։ Ինչպես Քրիստոսը այն շնության մեջ բռնված կնոջը, որ բերեցին, ասացին, հիմա ասա Տեր, հայտնապես բռնեցինք սրա հետ, ինչպես վարվենք, Հիսուսը չարդարացրեց նրա կատարածը, ասեց, ոչինչ, ինչ ա եղել, որ ասաց ձեր մեջի արդարը թող առաջի քարը գցի։ Բայց բոլորը իրենց խշպտանքից հանդիմանված քարերը ցածկեցին, հեռացան։ Տերը ասաց, ով կին, քեզ ոչ ոք չդատապարտեց, ասաց ոչ Տեր։ Հիսուսն ասաց, ես էլ քեզ չեմ դատում։ Գնա ու այլևս մեղք մի գործիր։ Ես էլ քեզ չեմ դատում։ Տեսեք, ճշմարտությունը մնաց ճշմարտություն, բայց ողորմածությունը հետևեց ճշմարտությանը։ Եվ այդ կնոջ մեջ առաջ բերեց ապաշխարություն։ Հիմա մի քանի բան ուզում եմ կրկնեք իմ հետ միասին, շատ գեղեցիկ տավանդություն։ Ասեք, Գողգոթայի համբույրը շարունակվում է մեր մեջ։ Երբ մենք ներում ենք առանց ճշմարտությունը թաքցնելու։ Երբ մենք խրատում ենք առանց մարդուն կոտրելու։ Երբ մենք պաշտպանում ենք սրբությունը առանց կորցնելու ողորմությունը։ Երբ մենք ատում ենք մեղքը, բայց շարունակում ենք սիրել մեղավորին։ Այն ժամանակ Գողգոթան այլևս պատմություն չէ, այլ ապրում է մեր մեջ։ Սա ամենահրաշալի պահն է։ Ուրեմն մարդիկ նայելով մեր կյանքին ոչ թե պարզապես տեսնեն լավ մարդկանց կամ լավ քրիստոնյաների, այլ տեսնեն հորը մեր մեջ։ Եվ որտեղ ողորմությունը, ճշմարտությունը հանդիպեցին, արդարությունը, խաղաղությունը ամփոփվեցին։ Մի 10-15 րոպե ու կավարտեմ։ Հիմա ուզում եմ փոքր ինչ կանգ առնել Գողգոթայի լռության վրա։ Գողգոթայում մի լռություն կար, բայց այդ լռությունը դատարկ լռություն չէր։ Որովհետև այստեղ Աստված էր խոսել արդեն եւ մարդը մնաց պապանձված։ Սրա վրա ավելացնելու ոչինչ չուներ էլ։ Հիմա կհամոզվեք դուք։ Աշխարհի ամենամեծ քարոզները, որ դուք լսել եք, լսում եք կամ կլսեք, սրանք չեն հավասարվի այն քարոզին, որը Քրիստոս տվեց խաչի վրայից լռության մեջ։ Հիմա կհամոզվեք թե ինչու։ Նա մարմին էր դարձել, նա արյուն էր դարձել, նա դարձել էր սեր, դարձել էր արդարություն, դարձել էր ողորմություն, դարձել էր խաղաղություն։ Խաչի վրա այս բոլորը միասին կար, առանց բառերի։ Լռությունը լինում է երկու տեսակ, մի դեպքում երբ որ ոչինչ չկա ասելու, մի դեպքում էլ ինչ ասեմ էլ սրանից են կողմ։ Այստեղ լռություն էր։ Ես մի
հաղորդում էի նայում, հաղորդավարը հարց էր տալիս, թե եթե դուք Աստծուն հանդիպեիք, ինչ առաջի հարցը ինչ կտայիք նրան, գլխից մի բան ասում են էլի մարդը, մեկ լավ, մեկ վատ, հիմար բաներ էին ասում, մեկ էլ, բայց մեկը կար ասեց, ես բան չէի կարողանա ասել, պապանձվեր իմ լեզու, ես մենակ լուր կմնայի, չէի կարողանա խոսել։ Երևի ամենաճիշտ պատասխանը այդ մարդը տվեց, որ Աստծուն հանդիպեմ, ես ինչ ասեմ իրան։ Ոչ մի բան։ Ովի գախբերը պատմեց, ասում դե մի հատ պապիտ ուռց էր եղել, ես կրսկամ ասում ես, գնացի հիվանդանոց, ասեցին հնարավոր է չարը որակ լինի, պետք է եթաս ռենտգեն ինստիտուտ ուսումնասիրության եւ այլ։ Մասի ոչ մի տեղ չեմ եթա։ Հիմա ասում կպել են համոզում են տնեցիկը բոլորը թե գնա, իր ասած խոսքը դուրս շատ եկավ։ Ասեցի, հալա, ասենք հելա նստա, մարշրուտկեն գնացի, հեչ միացնում տերը հելա մարշրուտկի մեջ ասեց Հովանես եղբայր, յո երթաս։ Ես իրան ինչ ասեմ։ Ասում չեմ եթա։ Հետո փճե գնացել։ Դուրը շատ եկավ, ասի ինչ գեղեցիկ պատասխան է, բա որ ասի յո երթաս, ես իրան ինչ ասեմ։ Էդում ռենտգեն ինստիտուտ։ Կամ պարագաներ, որ մենք լուր մնալը շատ ավելի լավ է։ Այդ լրության մեջ արդեն մեզ ոչ թե պետք է խոսել, այլ լրությունը դառնում է երկրպագություն, արտասուքը դառնում է ապաշխարություն, խոստովանությունը դառնում է ազատություն, մարդու սիրտը դառնում է Աստծո բնակատեղ։ Այդ ժամանակ դու չես հարցնի, Տեր, բայց ինչու Գողգոթա։ Այդ ժամանակ դու կասես, Տեր, հիմա ես ամեն բան հասկացա։ Եվ կասենք, Տեր, Գողգոթայում համբուրվեցին ոչ միայն արդարությունն ու խաղաղությունը, Գողգոթայում համբուրվեցին ոչ միայն հանդիպեցին ոչ միայն ճշմարտությունն ու ողորմությունը, Գողգոթայում համբուրվեցին հայրը իր կորած որդու հետ, այն որդու, որին հայրն ասում էր, իմ որդիս մեռած էր ու կենդանացավ, եւ իմ որդիս կորած էր ու ես գտա նրան։ Սա դառնում է Գողգոթայի այդ լրության համբույրը Աստծո եւ իր կորած որդու հետ միասին։ Քրիստոս խաչի վրա բնած երկար 6 ժամ խաչի վրա էր։ Ընդամենը խոսեց 7 խոսք ու շատ կարճ։ Մնացածը 7 խոսք, եթե հաշվեք ամեն մի խոսքին տակ մի 20 վայրկյան, 10 վայրկյան, ավելի կարճ 5 վայրկյան։ Մնացած ամբողջ ընթացքը լռություն էր խաչի վրա ու տառապանք։ Ոչ երկար քարոզ էր, ոչ բացատրություններ կար, ոչ արդարացումներ կար, մնացածը լռություն էր, բայց այնպիսի լռություն, որը խոսուն լռություն էր, խոսող, բառեր չունեցող, բայց խոսող լռություն։ Այդ լռության մեջ, ասեք, այդ լռության մեջ նա կրում էր աշխարհի մեղքը։ Այդ լռության մեջ կատարվում էր Աստծո արդարադատությունը։ Այդ լռության մեջ վճռվում էր մեր փրկության գինը։ Այդ լռության մեջ խաչվում էր հին մարդը, որպեսզի ծնվեր նորը։ Այդ լռության մեջ ուրեմն Աստծո որդին ոչ միայն խոսում էր իր այս 7 խոսքերով, այլ խոսում էր իր ամբողջ անձով։ Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Ղուկաս 23:34։ Երկրորդ ճշմարիտ եմ ասում քեզ, որ այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Ղուկաս 23:43։ Երրորդ կին, ահա քո որդին, ահա քո մայրը։ Հովհաննես 19:26-27։ Չորրորդ, Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Մատթեոս 27:46։ Հինգերորդ, ծարավ եմ։ Հովհաննես 19:28։ Վեցերորդ, կատարվեց։ Հովհաննես 19:30 եւ 7-րդ, Հայր քո ձեռքն եմ ավանդում իմ հոգիս։ Այս 7 խոսքերն էր Ղուկաս 23:46։ Եվ այս 7 խոսքերը որ բաժանենք 3 մասի, առաջի 3-ը մարդկանց ուղղված խոսքեր, հայրներ իր նրանց, այսօր ինձ հետ դրախտում կլինես, ահա քո որդին, ահա քո մայրը։ Երկրորդը ուղղված էր Աստծուն, Աստված իմ, ինչու թողեցիր ինձ, Աստված իմ, ինչու թողեցիր ինձ, Հայր քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին։ Երրորդը նրա առաքելության մասին էր, ծարավ եմ եւ ամեն բան կատարվեց։ Սա
այսօրվա պատգամի մեջ։ Եթե Տերը կամենա ողջ մնանք, մի 2 շաբաթ հետո մտքիս կա մի արդի մասին խոսել, որը ճիշտ ասած ես որ այս մասին սկսեցի մտածել այդ պատգամի վրա աշխատել, սիրտս շատ լցվեց, որը որոշեցի անվանել խաչի ստորոտից։ Խաչից ոչ թե ամյոնի բարձրությունից, բարձունքներից, այլ խաչի ստորոտից։ Այդ պատգամը մենք լա իշնենք ցածել, իշնենք ամենաներքերը ու տեսնենք այդտեղից սկսենք նայել ամեն ինչին, որ վա երբ որ դուք բարձրանաք ամբիոն, այստեղից դուք չեք դառնա մենակ ռետորներ, դուք կդառնաք Քրիստոսի պես ամեն բան զգացող, ամեն բան տեսնող, ամեն բան հասկացող, ամենալավագույն մոտեցումներով օժտված Աստծո զավակ։ Տերը օրհնի ձեզ։